մասնակից լինել եւ չենք մասնակցել։ Իմպիչմենտի գործընթացը ինչ շտարակությունները փոխանցել եք այդ նախագծի տակ։ Մեր գործընկերները ձևաթուղթը փոխանցել են մեզ, պատգամավորների մեծ մասը ստորագրել են, ունենք երկրից բացակայող պատգամավորներ կվերադառնան կստորագրեն, ունենք անազատության մեջ գտնվող պատգամավոր, որ դեռ ձևաթուղթ իրեն չենք փոխանցել, կարծում եմ մի շաբաթվա մեջ ստորագրված կվերադարձնենք ձևաթուղթը մեր գործընկերներին։ Գործընթացի մնացած քայլերի հետ կապված պետք է դիմեք պատիվ ունեմ խմբակցությանը կամ հանրապետական։ Իսկ մենք ստորագրություններն եք պարոն Սաղաթելյան դնում, մի րոպե, մենակ ստորագրություններն եք դնում եւ մնացած ամբողջ պատասխանատվությունը թողնում եք իրենց։ Շատ հստակ հայտարարել եմ գործընթացի համար կա քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժ, խմբակցությունը դրել է իր ստորագրությունները, ակնկալում ենք ողջամիտ ժամկետներում ապահովել մնացած ստորագրությունները, սկսել գործընթացը եւ խորհրդարանի ամբիոնից հայտարարել եմ մեր աջակցությունը այդ գործընթացին լինելու է, կլինի փողոցում, կլինի որտեղ, բայց քայլերը հարկականություն ոչ, կա գործընթացի քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժ։ Եթե նախանձախնդիր եք իմպիչմենտի գլուխ բերելու հետ կապված, պարոն Սաղաթելյան, ճիշտ չի, որ դուք ձեր մասով ձեր անելիքներն անեք։ Մեծով ասել չենք անելու, բայց ես ասեցի չենք անելու։ Խմբակցության պատգամավորների հետ համոզեք, որ միանան։ Ես չեմ կարծում իրենց համոզելով հնարավոր է որ միանան, պետք է լինի համաժողովրդական հուշք ու ճնշում, իրենք տեղիք տան ժողովրդի այդ ճնշմանը եւ միանան։ Ի սկզբանե մենք այդ տեսակետին ենք։ Հիմա ինձ հավելյալ հարցեր, եթե տա գործընթացի մասին, ես չեմ կարող պատասխանել, որովհետեւ չգիտեմ մեր գործընկերները ինչ քայլեր ունեն պլանավորած։ Բայց այդ թեմայի կապված դուք ասում եք, որ ակնկալում եք ողջամիտ ժամկետում իրենք գործընթացին, այսպես գործնական արդեն փուլ մտնի նաև այդ մյուս լրացնելու հետ կապված։ Եթե օրինակ այդ ողջամիտ ժամկետները նախ ինչքան են, օրինակ ինչքան դուք կսպասեք եւ եթե ինչ որ X ժամկետ հետո, որը դուք կհամարեք ողջամիտ, տեսնեք, որ նույն տեղում է process-ը, հետ կվերցնեք ստորագրությունները։ Գիտեք, ստորագրությունները հետ վերցնելու եւ այլի բանի մասին չի խոսքը։ Խոսքը հետեւյալի մասին է, որ քանի որ կար երկար խոսակցություն, որ process-ը հաջողելու հնարավորություն ունի եւ դանդաղում է այս պատճառներով նորից չկրկնում։ Ողջամտությունը ու տրամաբանությունը հուշում է, որ այս process-ը պետքա երկար դարակում չմնա այդ փաստաթղթերը եւ պետքա տեղի ունենա գործընթաց։ Մենք այդ ակնկալիք ունենք ու այդ իմաստով ակնկալում ենք այդ ժամկետների հարց։ Իսկ եթե մնա երկար դարակում, ինչ հետևություն կանեք։ Խոսենք, այն ժամանակ խոսենք, հիմա հույս ունենք, որ այդպես չի լինի։ Պարոն Սաղաթելյան, դուք կիսում եք նախագահ Քոչարյանի ավելի վաղ արած արտահայտությունը ձևակերպումը, որ սա իրականում ֆիկտիվ գործընթաց է, թե ձևակերպումը իր փոքր-ինչ այլ էր, բայց տրամաբանությունը եթե ձևակերպումը փոքր-ինչ ներողություն, եթե ձևակերպումը փոքր-ինչ այլ էր, դուք ինչ եք այլ կերպ ձևակերպում։ Իմաստը ես Ռոբերտ Քոչարյանը չի ասել ֆիկտիվ գործընթաց է։ Շատ հստակ ասել է, որ այդ հաջողության հասնելու համար պետքա պայմաններ լինի, պետքա այդ հնարավորությունը լինի եւ ճիշտ է ասում, ես էլ եմ երկրորդում, այն ինչ որ ասել է այդ իմաստով, բայց խնդրում եմ մի փոխեք բովանդակությունը, որ ինքը ասել է ֆիկտիվ։ Ֆիկտիվ չի ասել, այլ բան ասել։ Սաղաթելյան նաև 44 օրյա պատերազմի։ Ախր տրամաբանությունը դուք հիմա ինչ եք մեկնաբանում մի բան, որ ինքը ամենևին ասել է մեկ այլ բան։ Այդպես չի ասել։ Սաղաթելյան, համարում եք այս գործընթացը նախորդ շաբաթ հրավիրված լսումները եւ դրան հաջորդելիք զարգացումները, որոնք տեղի չունեն։ Իմպիչմենտի գործընթացը այս փուլում, երբ որ չկա փողոցում շարժում, ինչպես դուք եք ասում, ֆիկտիվ չի արդյոք։ Ֆիկտիվ պետք է փողոցը գեներացվի, հետո իմպիչմենտի գործընթացը ներթափանցի։ Ես այդ մասին շատ հստակ հայտարարել եմ ազգային ժողովի ամբիոնից բազմաթիվ անգամ, նոր բան չունեմ ստեղ ավելացնելու։ Անշուշտ Նաև հեղինակներն են դա ասել, process-ը կհաջողի բացառապես այն դեպքում, երբ որ լինի հուշկու համաժողովրդական կազմակերպված շարժ։
Ավարտել է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, արդեն իսկ զեկույցը պատրաստ է հանձնել ազգային ժողովի նախագահին, քննարկում է նիստերի օրակարգ բերվի թե ոչ կամ լսումներ կազմակերպվի, ամեն դեպքում դուք առհասարակ ինչ սպասումներ ունեք, որովհետև մինչև այդ հանձնաժողովի ձևավորվելը մեծ ակնկալիքներ էր ձևավորվում հասարակության մեջ, որ մեծ բացահայտումներ է լինելու, վերջ է դրվելու հարցերին, բայց հիմա եզրակացությունը պատրաստ է, առանձնապես զեկույցը պատրաստ է, բայց առանձնապես չենք տեսնում ոգևորվածություն։ Կարող ենք ենթադրել, որ բացահայտումներ չեն եղել, այն ակնկալիքները, որ կային, չի։ Գիտեք, այս նույն ակնկալիքը իրենք ձևավորեցին 16 թվականի ապրիլյան պատերազմի հետ կապված, հիշում վերջում իրականում որևէ բան չկարողացան ապացուցել։ Մենք ի սկզբանե ասել ենք եւ աշխատանքներին չենք մասնակցել պարզ պատճառաբանությամբ։ Հանցագործները չեն կարող քննել իրենց հանցանքները։ Անշուշտ պետք է պատերազմի բոլոր հանգամանքները քննվի մանրակրկիտ եւ ամբողջությամբ, բայց ոչ այս իշխանության կողմից, որտեղ մենք չենք պատկերացնում ոնց կարող է Անդրանիկ Քոչարյանը քննել Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, այսինքն իրենց հանցանքները չեն կարող քննել եւ բացահայտել։ Պատերազմի հանգամանքները ամբողջությամբ ուսումնասիրվելու է, դրան ամբողջական գնահատական տրվելու է իշխանապողությունից հետո։ Հետևաբար սա ինչ որ անում են, դրա մասին չի։ Բացառում եք, որ բացահայտումներ լինեն եւ հաջորդի քրեական գործեր։ Ես իրանց հետ կապված ոչ մի բան չեմ բացառում, իրանք ամեն ինչին տունակ։ Շնորհակալ եմ։